Ելույթս ճիշտ ասած պետք է անդրադառնայի միայն օրակարգին, բայց այնքան փառահեղ մտքեր լսեցի, մի քանի մասի կփորձեմ բաժանել։ Առաջին ինչի համար որ եկել է, ժողովուրդ ջան, կա ինչ որ սենց ստերեոտիպ, որ դուք արևմտյան արժեքներն եք պրոպագանդում, մենք է դիկտատուրան, կոնսերվատիվ, ազգային այդ դժվար վախենալու բաները։ Բայց ախր եթե դուք ներկայացնում եք արևմտյան արժեքները, սենց նիստ վարելը, սենց օրակարգ ունենալը խայտառակություն է։ Պարոն Ավինյան, մենք սկզբում մի քանի անգամ մեր խմբակցության ղեկավարը մի քանի նիստ նաև պարոն Թորոսյանը անընդհատ առաջարկում էին, որ դուք ամբողջ չզեկուցվողները սարքեք զեկուցվող։ Դուք անընդհատ դա մերժեցիք, առաջարկեցիք, թե բա ժողովուրդ ջան, դա շատ է, այդքանը չի լինում, աշխատանքը երկարելու է, այդքան ժամ ստե չեն կարող նստենք։ Կոնկրետ նախագծեր ասեք։ Կոնկրետ նախագծեր ենք ասում։ Պարոն Ղաջանն է ասում է ազատ ընտրություն։ Ազատ ընտրությունը այսինքն այն է, որ խմբակցության անդամները բոլորը գիտեն, որ այդ կազմակերպության տերը իրանց մտերիմն է, ազատ կամքով դեմ են այդ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու։ Սա ժողովրդավարության, թափանցիկության, բոլոր այդ սիրուն, պուպուշ, դեմոկրատ բարերի երևույթների եւ գաղափարների ոչնչացում է։ 25 հարց ունեցող օրակարգում ունենալ 2 զեկուցվող ու հետո դժվար ցենց աշխատանքների եւ համոզելու արդյունքում ավելացնել եւս մեկը, դա խայտառակություն է։ Ու ասեմ, այսօր մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են կարող պարզ ստուգել, որով է նախագիծ իր տակ պարունակում է կոռուպցիոն ռիսկ, թե ոչ։ Դնում ենք քվեարկության, եթե մարդիկ կողմ են, որ դառնա զեկուցվող, ուրեմն իրապես նորմալ նախագիծ է։ Էլ պետք է չի քննարկել։ Եթե դեմ են, ուրեմն ֆակտ կա, որ այդտեղ կոռուպցիա կա։ Սա օրենքի, ասենք, չգիտեմ, ես դες ոնց ասեմ, ախր դուք պետք է սրա ջատագողները լինեք։ 18 թվին դուք ես գաղափարները ռեկլամ անելով եք իշխանության։ Եթե 18 թվին դուք ասեիք, որ դուք ունենալու եք ավականու նիստ, որտեղ 2 հարցն է զեկուցվող 25-ից, ձեզ ոչ ոք չէր ընտրելու, դուք այդ նախկինների հետ նույն ապսեով գնալու եք հետ։ Չէր լինելու։ Հիմա անդրադառնամ երկրորդ մասին։ Գոյություն ունեն, սիրելի երևանցիներ, հանձնաժողովներ։ Հանձնաժողովի միտքը եւ գաղափարը կայանում է նրանում, որ հանձնաժողովի նիստի ժամանակ այս նախագծերը քննարկվում են, ու եթե խնդիր կա, եթե հանձնաժողովում ստանում են բացասական գնահատական, այսինքն ձայների մեծամասնությունը բացասական է այս նախագծի վերաբերյալ, այն պետք է այստեղ զեկուցվի եւ ըստ նորմայի եւ սովորույթի պետք է կամ քաղաքապետը հանի տվյալ նախագիծը օրակարգից կամ սարքեն զեկուցվող, որպեսզի մի հատ բոլորս արդեն միասին այստեղ քննարկենք։ Այս օրակարգում կամ բազում նախագծեր, որոնք ստացել են բացասական եզրակացություն։ Բայց կարծես բոլորը դա անտեսեցին, ուղղակի անցան առաջ, հա, դե բացասական է ոչինչ, կարևորը մեծամասնություն ունեն, այդ որ տենց նորով էր ձերոնցից մեկը նոր ասում էր՝ մի փորձեք խոսել ժողովրդի կողմից վստահություն իշխանություն, դուք ժողովրդի կողմից իշխանություն առնվազն Երևանի ավական ընտրությունների ժամանակ չեք ստացել։ Ստացել եք 32 մանդատ, մեծամասնությունը 33-ն է։ Մյուսը, որ խոսում եք Գյումրիից, ուրեմն ձեզ բացատրեմ, պարոն Խաչատրյան, կցորդի եւ չկցորդի տարբերությունը։ Հանրապետություն կուսակցությունը այո ձեր կցորդն է, որովհետեւ իրենք ձեզ միացել են շահադիտական նպատակներով, որ իրենց թաղապետ նշանակեք, վարչության պետ տակ, ռոճիկ ստանան, ծառայողական ավտո ունենան։ Իսկ մենք կցորդ չենք, մենք որևէ բան կոմունիստական կուսակցությունից չենք ակնկալում, իրենց կցորդը չենք, իրանք մեր ղեկավարները չեն։ 4 քաղաքական միավոր, որոնք շատ ու շատ տարբեր բաներում իրար համաձայն չեն, ուղղակի ձեզանից ազատվելու համար միավորվել են այս պահին հենց այդ առումով։ Վարդան Ղուկասյանը իմ ղեկավարը չի, Մարտուն Գրիգորյանը մի խմբակցության падգամավոր է, որին ես իմ ամբողջ կյանքը ընդդիմախոս եմ եղել։ Դե համար պետք չի սենց սուտ լոլոնել խոսալ։ Գիտենք, ունենք ամեն խմբակցությունում կա 1-2 կին, իրանք մի քիչ ավելի շնց ընդարձակ են կարող բղավել, բան եկեք գոնե մենք իրար հանդեպ ճշմարտությունները պահենք։ Ու համաչափության, այս նկատողությունների համաչափության վերաբերյալ եմ նաև ուզում անդրադառնալ պարոն Ավինյանին, ինձ թվում է դուք շատ սուբյեկտիվ եք դրա մեջ։ Երբ որ ձեր կոալիցիայի կանայք, կոնկրետ գիտենք, այս դալիճում 2-3 հոգի կա, որ կանոնակարգից դուրս է խոսում։ Այդ երկուսը, երբ որ ձերոնք են խոսում, դուք շատ մեղմ եք, ասում եք խնդրում եմ մի խանգարեք, խնդրում եմ մի խոսեք, իսկ երբ որ մեր կանանց է վերաբերվում, նկատողություններով եք սպառնում, իսկ երբ որ արձագանքը լինում է հենց կոնկրետ ձեր պահվածքի վերաբերյալ, երբ որ ունեն 12 վայրկյան, երբ որ դուք եք խոսում ավականիների հետ ոչ պատշաճ ձևով եւ կոնկրետ ես արձագանքում եմ դրա համար բերետներ են գալիս, այսինքն ավականուն ընդհանուր կարելի է չհարգել,
Բայց Տիգրան Ավինյանին չի կարելի այդ ժամանակ բերետներն են գալիս։ Սա ժողովրդավարության ոչնչացում է։ Պետք է ամաչեն բոլոր այն մարդիկ,